Մի քիչ է դեպք։ Իմ զրուցակիցը ֆոտոլրագրող լուսանկարչուհի Անի Գևորգյանն է։ Անի, տեսա, որ դու այստեղ քննչական կոմիտեի դիմաց լուսանկարում ես, աշխատանքի բերումով ես այստեղ, թե նաև անհանգստություններ ունես տեղի ունեցողի հետ կապված։ Բնականաբար, որպես վավերագրող լուսանկարիչ, ինձ համար շատ կարևոր են բոլոր իրադարձությունները, որոնք կատարվում են մեր երկրում, եւ առավել կարևոր են նրանք, որոնք որ անհանգստություն են առաջացնում անձամբ ինձ մոտ այդ արդարության զգացողության հետ կապված, որովհետեւ տարիներ շարունակ մեր երկրում շատ եւ շատ մարդիկ պայքարել են նրա համար, որ լինեն ճիշտ օրենքներ, հետո որ լինեն օրենքների ճիշտ կիրառում, հետո լինի արդարությունը, այսպես բարձրագույն արժեք ճանաչելու ես բոլորի մեջ սերմանելու փուլ, սակայն հիմա այնպիսի տպավորություն է, որ բոլորիս այդ երազանքները մի կողմ են թողնվել եւ մենք բոլորս ստիպված ենք ամենօրյա ռեժիմով զգալ այդ բանը, կոտրվող սրտի պահը, երբ որ հասկանում ես, որ արդարություն բառը կարծես թե դառել է ինչ-որ ոչ կարևոր բան, երբ որ մարդկանց կարելի է մեղադրանքներ առաջադրել մինչև վստահանալը, որ մարդ իսկապես որևէ հանցավոր արարք է կատարել կամ նորից կալանավորումը եւ նման խիստ ազատության սահմանափակումները նորից առաջ են գալիս եւ կարծես թե չեն եղել այն փուլերը, երբ որ մենք բոլորս պայքարում էինք նրա համար, որ մինչև դատական նիստերը, մինչև ավելի կարևոր փուլեր հասները եւ մինչև մարդու մեղքի ճանաչումը մարդը հնարավորություն ունենա գտնվել իր ընտանիքի կողքին, իր տանը եւ զբաղվել իր պաշտպանությամբ շատերը ինձ արդեն գիտեն որպես Հիսուսի արձանի շինարարության հենց առաջի փուլից վավերագրող լուսանկարիչ, ինձ համար բնականաբար շատ պատիվ է, հիմա էլ ինձ անընդհատ հարցեր են տալիս շինարարության process-ի հետ կապված, արդյոք ընթանում է, արդյոք դադարում է, բնականաբար ամեն ինչ չի, ինչ որ ես գիտեմ, սակայն ես էլ շատ կարևորում եմ իմ որոշակի կապը, այդ նախագծի հետ եւ ինձ համար նաեւ շատ կարեւոր է որ այդ նախագծի նկարահանման եւ վավերագրությունը շարունակելու ընթացքում առիթ եմ ունեցել ծանոթանալ պարոն Ծառուկյանի հետ, նա ինձ հրավիրել էր, ծանոթացել էինք, զրույց էինք ունեցել նաեւ դա լուսաբանվել էր եւ ես թե որպես լուսանկարիչ, թե որպես լրագրող հնարավորություն էի ունեցել հարցեր ուղղել նախագծի հետ կապված, այդ թվում եւ շատ սուր հարցեր, որոնք որ շատերը համացանցում կարող է գրեն, քննարկեն, սակայն անձամբ երբեք չուղեն։ Ես շատ շնորհակալ եի այդ առիթի համար, որովհետև թեկուզ շատ սուր հարցեր ուղղեցի, այդ ամեն ինչը շատ ջեր մթնոլորտում քննարկեցինք եւ ինձ համար նաև շատ կարևոր էր նրա գնահատականը վավերագրական լուսանկարչության եւ դրա արժեքի հետ կապված եւ ես ուզում եմ շեշտել, որ իսկապես շատ կարևոր է, որպեսզի արդարությունը լինի գերակա, որպեսզի մարդը եւ մարդիկ, եթե ավելի լայն վերցնենք, մեր երկրի առումով հնարավորություն ունենան պաշտպանել իրենց իրավունքները, մարդիկ ստիպված չլինեն պայքարել անարդարության դեմ, հակառակը, անարդարության դեմ պայքարը դա պետք է լինի իշխանության, կառավարության, մեր երկրի պարտականությունը, ոչ թե քաղաքացիների, ովքեր որ անում են ինչ-որ աշխատանք, մեկ էլ ինչ-որ պահի կարող է իրենց նկատմամբ մեղադրանք առաջադրվի եւ իրենց բոլոր գործերը ստիպված լինեն թողել, ամեն ինչ կանգնացնել, այսպես կաթվածահար լինի ամեն ինչ եւ բոլորը ստիպված լինեն հետեւել, թե ինչ է լինելու այս անհետեթության հետ։ Այդ իմաստով, թե ինձ մասնագիտական իմաստով է իհարկե այս զարգացումները հետաքրքիր, թե նաև մարդկային առումով եւ ես հույս ունեմ, որ ամեն ինչ շատ ճիշտ հանգուցալուծում պետք է ստանա, որովհետեւ բնականաբար երբ որ դու կարևորում ես արդարությունը, միշտ հույս ես ունենում, որ արդարությունը կհաղթի։
Անի, ինչպես դու նշեցիր, դու վավերագրում ես Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը, նաև հանդիպել ես պարոն Ծառուկյանի հետ, նախ կարող ես ասել, թե այդ հանդիպման հետ կապված ինչ տպավորություններ ես ստացել, շփվել ես նրա հետ եւ արդյոք այս տեղի ունեցածը հիմա քեզ չի մտահոգում, դու նշեցիր նաև, որ տարիներ շարունակ բոլորս պայքարել ենք արդարության համար, որ արդարություն լինի երկրում, արդյոք սրա հետ կապված խնդիր չկա։ Գիտեք, իհարկե մտահոգվում եմ եւ իհարկե ինձ համար շատ կարեւոր է այն արժեքները, որոնք տարիներ շարունակ ես կրել եմ եւ պայքարել եմ նաեւ դրանց համար, լինելով նաեւ խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Եվ շատ կարեւոր է, որ ոչ թե մենք երբ որ անարդարություն է տեղ ունենում, հա, ոչ թե խոսանք նրա մասին, որ մարդը շատ լավն է, շատ բարի է, շատ սիրալիր է, ինչը բնական է, հա, երբ որ մենք անձնական շփում ենք ունենում, ջերմ զրույց է լինում, այսպես ընկերական մթնոլորտ է լինում, շատ կարևոր է, որ գնահատվի, որ արդարությունը նույնիսկ այդ դեպքում է, հա, ավելի վեր, այսինքն երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ մարդու նկատմամբ քաղաքական եւ անարդար քրեական հետապնդում է տեղի ունենում, պետք չէ անընդհատ նշել, որ այս մարդը շատ լավն է, շատ լավ բաներ է արել։ Դա իհարկե կարևոր է, բայց դա առաջնայինը չէ, որովհետև եթե նույնիսկ ինչ որ մարդ մեզ դուր չի գալիս, մեր ճաշակով չի, մեզ դուր չի գալիս իր տունը, մեզ դուր չի գալիս այն երաժշտությունը, որը ինքը լսում է, կամ մեզ դուր չի գալիս, թե ինչպես է, չգիտեմ, ինքը հագնվում, կամ ցանկացած բան, հա, առօրյայում մենք իրար հետ շփվում ենք։ Դա չի նշանակում, որ մենք պետք է ուրախանանք, երբ որ մարդու նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է լինում։ Դա ինձ համար շատ կարևոր է, որովհետև այսօր շատ հաճախ մենք լսում ենք, իհարկե շատ հաճախ բոլորիս համար համացանցն է դառել, հա, շատ տարբեր կարծիքներ լսելու հնարավորության տեղը։ Երբ որ ասում են, դե այս մարդը ժամանակին այսինչ բանն է արել կամ իմ նկատմամբ ես որոշակի հակակրանք ունեմ իր նկատմամբ եւ դա նշանակում է, որ ես որ կարող է ինչ-որ բան լինի իր նկատմամբ, ոչ, դա բացարձակապես այդպես չէ, կարևոր չի, մարդուն մենք մարդկայինորեն սիրում ենք, հարգում ենք, թե անտարբեր ենք, եթե տեղի ունենում անարդարություն, դա անարդարություն է մարդու նկատմամբ։ Իսկ հիմա այս պարագայում դուք արդարության պակաս տեսնում եք նաև կապված կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հետ։ Եթե ես չունենայի անհանգստություն, իհարկե, այս ամեն ինչի մասին դժվար կլիներ խոսել։ Շատ շնորհակալություն։ Ասում